Անցնող շաբաթ Հայաստանի Հանրապետությունը տոնում էր իր անկախության 25-րդ տարեդարձը։ Խոսել անկախության տոնի տոնական միջոցառումների մասին ու չհիշել հատկապես գլխավոր միջոցառման Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսի մասին հնարավոր չէ։ Այն աննախադեպ էր անկախ Հայաստանի պատմության ընթացքում թե մասնակցող զորքի, թե զինտեխնիկայի քանակի ու տեսակների առումով։ Այս թեմայի շուրջ իրանագետ Վարդան Ոսկանյանն իր Facebook-յան էջում գրում է. Մենք այսօր ապրողներս երջանիկների սերունդ ենք, որովհետև ի տարբերություն մեր նախնիների ականատեսն ենք մեր մայրաքաղաքով անցնող հենց մեր, այլ ոչ թե օտարների բանակի երթին։ Շնորհավոր անկախության տոնը։ Մեջբեր ենք նաև լրագրող, տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի գրառումից մի հատված։ Իսկանդեր, հասկացանք, մետաղի կտորը մի ֆետիշացրեք։ Մեր հայրենիքի ներկան ու ապագան զինվորներն են ու նրանց հետ նկարվող երեխեքը։ Իսկ Իսկանդերը, հա, լավ բան է, բայց ավելի լավ կլիներ, որ ունենայինք մեր սեփական, մեր ստեղծած Իսկանդերներն ու Սմերչերը։ Ես համոզված եմ, որ մենք դա կարող ենք, ու ոչ միայն դա։ Մենք քոսոտ երկիր չենք, մենք ուղղակի երկիրը քոսոտ համարող քոսոտներին հանդուրժող երկիր ենք։ Անցնող շաբաթը հագեցած էր նոր կառավարության, նոր նախարարների նշանակման իրարանցումով։ Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին ու նոր նախարարների մուտքին կառավարության կազմ, Մեդիամաքս գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանն իր Facebook-յան էջում գրում է. Հասարակության կողմից ատելի մի քանի նախարարներ հեռացան, եւ դա արդեն մեծ պլյուս է։ Իսկ այն փաստը, որ նոր նախարարների մասին ոչ մի վատ բան հայտնի չէ, արդեն հուսադրող է։ Թեմային անդրադառնալով մեդիափորձագետ Վահրամ Միրաքյանն էլ իր Facebook-յան էջում է թողել հետևյալ գրառումը. Կարծիքս կառավարությունում վերջին փոփոխությունների թեմայով։ 1. Անծանոթ են, ինչը դրական է, քանի որ ծանոթներին արդեն գիտենք ու կուշտ ենք։ 2. Հակահիգենիկ դեմքի արտահայտություն չունեն։ Առայժմ սուբյեկտիվ կարծիքս սա է, մնացածը ժամանակը ցույց կտա, բայց ես դրականին եմ տրամադրված։ Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը շարունակում է իր ուշագրավ մեկնաբանությունները, այս անգամ չշրջանցելով արդեն կառավարության կազմի փոփոխության թեման։ Նա էլ գրում է. Մինչև Հասմիկը եւ Հրանուշը չգնան, ոչ մի բարեփոխման չեմ հավատալու, ով ա գրած գալիս, որ չեն գնա։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ կարծես շարունակելով զվարճալի մեկնաբանությունների շարքը գրում է. Նալբանդյանին չեն գտնում, որ հանեն։ Կառավարության նիստին ու դրանից դուրս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, մտքերն ու հանձնարարականները իսկական դրայվ են առաջացրել մեր դրայվին այդքան սպասած հանրության շրջանում։ Կարեն Կարապետյանի հայտարարություններն ու որակումները, որոնք հաճախ բավականին կոշտ են հնչում նորանշանակ վարչապետի շուրթերից, բուրըն քննարկումների ու մեկնաբանությունների լուրջ առիթ են դարձել։ Այս առումով Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն իր Facebook-յան էջում գրում է. Հույս ու հավատ բերող ամեն նոր վարչապետ պետք է ասի, որ պետական ապարատի ծախսերը ուռճացված են, կրճատումն էլ սկսի ավիատոմսերից։ Պետք է հենց կառավարության նիստերին տեղը դնի ու հրապարակայնորեն վերադասիրակի իր ենթականերին։ Հարկայինին ու մաքսային պետք է հատուկ ու կրկին հանձնարարի չնեղել փոքր ու միջին բիզնեսին։ Պետք է խոստանա, որ բոլոր տնտեսվարողները գործելու են հավասար պայմաններում եւ չեն լինելու օլիգարխիկ մենաշնորհներ։ Նորից ու նորից սկսի զարգ տալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ Փոխարինի ոչ պրոֆեսիոնալ կադրերին լավ մենեջերներով, չմոռանալով հայտարարել վարչարարության լրիվ նոր մշակույթի մասին։ Այս ամենը պետք է արվի այնպիսի նոր դեմքով, ասես վերջին տասնամյակում նախկին վարչապետներից ոչ ոք լրիվ նույնը չի արել կամ խոստացել։ Չնայած այս ամենի փոխարեն կոնկրետ քայլերի մի այլ ցանկ կա, որ որևէ վարչապետ պետք է անի, եթե իսկապես նոր է։ Իդեպ, կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը անդրադարձավ կրթության համակարգին ու հայտնեց իր դժգոհությունը մեր բուհական համակարգի վերաբերյալ։ Այս առումով հետաքրքիր է հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանի Facebook-յան գրառումը։ Նա գրում է. Մեր կրթական համակարգի իրական վիճակը սա է։ Բրիտանական Times Higher Education հանդեսի կողմից կազմված աշխարհի 2016-17 թվականների 980 լավագույն համալսարանների վարկանիշային աղյուսակում Հայաստանի ոչ մի բուհ չկա։ Ռուսաստանի լավագույն համալսարաններից մեկը Լոմոնոսովի համալսարանը 188-րդ տեղում է։ Ռուսաստանի եւս 19 բուհեր վարկանիշային աղյուսակում են 300 տեղից հետո։ Ցուցակում նախկին ԽՍՀՄ երկրներից Լատվիան ունի 3, Ուկրաինան 2, Բելարուսն ու Լիտվան մեկական բուհեր։ Այսքանն էինք առանձնացրել այս թողարկման համար։